Հնդկաստանը հարվածել է Պակիստանին, սկսելով Սինդուր ռազմական օպերացիան։ Ըստ Հնդկաստանի պաշտպանության նախարարության, հնդկական հրթիռները հարվածել են Պակիստանում գտնվող 9 ահաբեկչական կետերի, որտեղից կազմակերպվում և ղեկավարվում են Հնդկաստանի վրա հարձակումները։ 17 ահաբեկիչ է չեզոքացվել, 60 վիրավոր կա։ 26 զոհի, 46 վիրավորի և անհետ կորածների մասին է հայտնում Իսլամաբադը, 10 զոհի և 48 վիրավորի մասին Նյու Դելին։ Հարվածներից մեկը Հնդկաստանի սահմանակից Փենջաբ նահանգի Բահավալպուր քաղաքի ուղղությամբ էր։ Նահանգում արտակարգ դրություն է, դպրոցներն ու համալսարանները փակ են։ Իհարկե, մենք պատրաստ էինք սրան, բայց ահավոր է, ընկերսել է վիրավորվել, մենք նրան առաջին օգնություն ցույց տվեցինք և հիվանդանոց բերեցինք։ Պակիստանի բանակը հայտնել է Հնդկաստանից 6 կետի ուղղությամբ 24 հարվածի մասին։ Վաղկոտ Հնդկաստանը չհրահրված ագրեսիա է սկսել Պակիստանի դեմ, թիրախավորելով անմեղ մարդկանց։ Պակիստանի ժողովրդի լիակատար աջակցությամբ Պակիստանի զինված ուժերը լայնածավալ պատասխան են տալիս այդ թշնամական հարձակմանը։ Նրանք արժանի հակահարված կստանան։ Պակիստանի զինուժը պնդում է, թե հնդկական 5 կործանիչ, 1 անօդաչու և հնդկական 1 շտաբ է խոցել։ Ավելի ուշ պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆը հայտարարել է, թե Պակիստանը պատրաստ է զերծ մնալ ռազմական էսկալացիայից, եթե Հնդկաստանը դադարեցնի ագրեսիան։ Հնդիկները Քաշմիրը բաժանող սահմանագծի ուղղությամբ անկանոն հրետակոծության մասին են հայտարարել, խաղաղ բնակիչներ են զոհվել։ Նոր պատերազմ հին հակամարտության պատճառով վերջին ավելի քան 20 տարում սա երկու հարևան պետությունների ամենածանր բախումն է։ Լարվածությունն աճել է ապրիլի 22-ին Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո։ Հնդկաստանը Պակիստանում տեղակայված զինյալներին է մեղադրել մահացու հարձակման համար, մինչդեռ Պակիստանը հերքել է իր մասնակցությունը։ Նրանք կռվում են տասնամյակներ շարունակ, ըստ էության դարեր շարունակ, հուսով եմ սա արագ կավարտվի։ Պակիստանը 48 ժամով փակել է օդային տարածքը, Հնդկաստանը ջրի խողովակները։ Նախկինում նույնիսկ ջուրը, որ Հնդկաստանին էր պատկանում, հոսում էր այնտեղ։ Հիմա Հնդկաստանի ջուրը կհոսի Հնդկաստանի օգտին, կմնա Հնդկաստանում և օգտակար կլինի միայն Հնդկաստանի համար։ Սինդուր, որ հինդիով կարմիր փոշի է նշանակում, դնում են ամուսնացած հնդիկ կանայք։ Սա ռազմական արշավ չէ, սրբազան կռիվ է ազգային ինքնության համար, հայտարարում են Գանգեսի ժառանգները։ Սրբազան փոշի թե հրեշավոր կրակ, ինչ է թաքնված Սինդուր անվան տակ, դեռ հայտնի չէ։ Հարավային Ասիայում մահաբեր հրաբուխ է արթնացել, ու առաջին զոհերը սովորական մարդիկ են։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։